Այսօր բառերը շատ փոքր են այն անդառնալի կորստի դիմաց, որ տեղի է ունեցել։ Ցավով ու խորին կսկիծով պետք է հայտնենք, որ Անի Գալստյանը մայիսի 29-ին կյանքից հեռացավ։ Նա միացավ իր փոքրիկ Դանիելային, որին կորցրել էինք 1 ամիս առաջ։ Անին պայքարել է մինչև վերջին շունչը, բայց ցավոք մարդկային անպատասխանատվությունը ևս մեկ ընտանիքի պատառ արեց։ Եվ մի մայր, որ դեռ պետք է ապրեր, խնամեր իր փոքրիկներին, մայիսի 29-ին ձայն չհանեց այլևս։ Դանիելան, նրա 10-ամյա դուստրը, հեռացավ ապրիլի վերջին դաժան վրաերթի հետևանքով։ Ու թեև բժիշկները պայքարում էին նրա և նրա ընտանիքի կյանքի համար, ցավոք Աստված 2 հրեշտակ վերադարձրեց իր մոտ, մեկը դեռ մանուկ, մյուսը դեռ կյանքի գեղեցիկ բարձունքներին կանգնած։ Անին պիտի իր 36-ամյակը նշեր հունիսի 1-ին, բայց փոխարենը մենք պիտի նրան ճանապարհենք հավիտենություն։ Ինչ բառով կարող ես մխիթարել այն, ինչ մխիթարել հնարավոր չէ։ Ինչպես բացատրել փոքրիկին, որ իր մայրն ու քույրը չեն վերադառնալու։ Ինչպես նայել աչքերին ընտանիքի, որի կյանքը կիսվեց մինչև և հետո։ Այսօր մենք ողբում ենք ոչ միայն 2 կյանք, այլ մի անարդար համակարգ, մի լռող հանրություն ու մի անտարբեր իրականություն, որտեղ հարբած մարդը դեռ նստում է ղեկին, որտեղ օրենքը բավարար խստություն չունի, որտեղ մենք ինքներս թույլ ենք տվել, որ մարդ մահանա մեր իսկ ճանապարհների վրա։ Լուսինե Վարդանյանը սոցիալական ցանցի իր էջերում, մասնավորապես Ինստագրամում, տեղեկացրել է, որ Անի Գալստյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը մայիսի 30-ին ժամը 17:00-ից 20:00 Կարմիր Բլուր սգոսրահում Շիրակի 74/1 հասցեում, հուղարկավորությունը մայիսի 31-ին ժամը 13:00-ին նույն վայրից։ Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում ժամը 16:50-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Կարապետ Հակոբյանն իր վարած Մերսեդես մակնիշի ավտոմեքենայով Արտաշիսյան փողոցում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել 4 հետիոտնի, ապա կոտրել հետիոտնային անցման համար տեղադրված լուսակիրն ու երկաթե էլեկտրասյունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով 2 անչափահասներ տեղափոխվել են Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, 1 չափահաս Էրեբունի, 1 չափահաս էլ Աստղիկ բժշկական կենտրոններ։ Վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության և եղել էր ոչ սթափ։ Այս ողբերգական պատմությունը ցավալի հստակություն է տալիս մի իրականության, որը հաճախ անտեսվում է։ Անպատասխանատու վարորդի որոշումը կարող է ընդմիշտ փոխել ընտանիքների ճակատագրերը։ Այո, մենք ազգ ենք, որ սեղանի շուրջ խմում ենք երեխաների կենացը, խոստանալով ապահով ապագա, բայց հաջորդ րոպեին այդ նույն կենացների վրա հարբած դուրս ենք գալիս փողոց ու դառնում դրանց ամենամեծ սպառնալիքը։ Ով պետք է պատասխան տա։ Նախ և առաջ հանցագործ վարորդը։ Վարել մեքենա հարբած արդեն հանցագործություն է, որի հետևանքները պարզից էլ պարզ էին ու կանխատեսելի։ Նա պետք է կանգնի օրենքի առջև ոչ միայն որպես ճանապարհային կանոն խախտած անձ, այլ որպես սպանություն կատարած մարդ։ Սա դժբախտ պատահար չէր, այլ միտումնավոր անտեսում էր մարդու կյանքի արժեքը։ Իրավական համակարգը, որքան հաճախ են սթափության ստուգումներ արվում, որքան խիստ են պատժվում հարբած վարորդները։ Եթե մարդը կարծում է, որ ազատվելու է տուգանքով կամ պայմանականով, ուրեմն այս ողբերգությունները շարունակվելու են։ Օրենքը պետք է լինի խիստ ու անխնա։ Հասարակությունը, մենք բոլորս, մենք լռում ենք, երբ ընկերս հարբած նստում է ղեկին։ Մենք հեգնում ենք նրան, ով հրաժարվում է խմելուց, քանի որ հետո պետք է վարի։ Մենք հանդուրժում ենք հարբած վարորդներին, որովհետև կպրծնի, բա ինչ ա եղել։ Պետական համակարգերն ուր են կանխարգելիչ քայլերը, ուր են քարոզարշավները դպրոցներում, ընտանիքներում, հեռուստատեսությամբ, ինչու խմած վարորդը դեռ կարող է օրինական իրավունք ունենալ վարելու մեքենա։ Ինչու պիտի պատասխան տա, որովհետև Դանիելան ու նրա մայրն այլևս չկան։ Որովհետև մայրն ու մյուս երեխան ամբողջ կյանքը կրելու են այդ ցասման ու վշտի ծանրությունը։ Որովհետև ամեն դեպք ոչ միայն մազանոթի, այլ ամբողջ ազգի խղճին պիտի գրվի։ Դանիելայի ու նրա մայրիկի հիշատակը արդարացնելու միակ ճանապարհը գործելն է, չլռել, չհանդուրժել, պահանջել օրենքի խստացում, վերահսկողություն ու կրթություն։ Ցավակցում եմ բոլոր տուժածներին, թող լույսով ողողի փոքրիկ Դանիելայի ու նրա մայրիկի հիշատակը։
Նրանց կյանքը կանգ առավ մեկ ուրիշի անպատասխանատվության պատճառով։ Մի վարորդի, ով խմել էր, բայց ամենայն վստահությամբ նստել էր ղեկին։ Մի հասարակության, որ սովոր է աչք փակել, մոռանալ, ցրել ցավը հարմար խոսքերով, ճակատագիր էր, մեղք չունի, պատահեց։ Ոչ, սա ճակատագիր չէր։ Սա արդյունքն էր անտարբերության, լռության ու համբերության այնտեղ, որտեղ պետք է բղավել։ Եվ այսօր մեզ մնում է միայն հարց տալ՝ ով է հաջորդը ու երբ։ Եվ եթե մենք չենք ուզում, որ այս հարցը վաղը ուղղվի մեզ կամ մեր հարազատներին, մենք պարտավոր ենք Անիի ու Դանիելայի հիշատակով գլուխ բարձրացնել ու գործել։ Պետք է պահանջենք, որ հարբած վարորդները պատասխանատվության ենթարկվեն ոչ թե տուգանքով, այլ բանտով։ Պետք է պահանջենք խստագույն վերահսկողություն գիշերային ստուգայցերից մինչև խստացված վարորդական իրավունքներ։ Պետք է դպրոցներում խոսվի ոչ միայն կանոններից, այլ կյանքի արժեքից։ Եվ ամենակարևորը, մենք բոլորս պետք է դադարենք հանդուրժել։ Անին այն մայրերից էր, ով չէր խլում ուրիշից, միայն տալիս էր։ Նրա աչքերը միշտ ժպտում էին, ձայնը մեղմ էր, հոգին բաց։ Նրա ներկայությունը լուռ էր, բայց ուժեղ, եւ այսօր այդ լռությունը վերածվեց մի ցավալի լռության, որ չի մոռացվելու։ Դանիելան ժպտացող կյանքով լեցուն ու երազող աղջնակ։ Նա պիտի ավարտեր դպրոցը, պիտի նկարչուհի դառնար կամ բժիշկ, կամ ուղղակի երջանիկ մարդ, բայց նա էլ է լուռ հիմա։ Դու չես կարող բացատրել ինչու։ Սակայն մենք կարող ենք խոստանալ, Անի եւ Դանիելա, դուք ապրելու եք մեր հիշողության մեջ ոչ թե որպես զոհեր, այլ որպես լույսի մաքուր շողեր, որ մեզ հուշեցին ինչն է իսկապես կարևոր։ Ձեր անունով պիտի վերածնվեն օրինական պայքարներ, նոր ծրագրեր, արթնացող միտք ու սեր երեխաների նկատմամբ։ Եվ ամեն մայիսի 29-ն ու հունիսի 1-ը մեզ կհիշեցնեն ապրելու ու պատասխանատու լինելու կարիքի մասին։ Ցավը մնաց մեզ անդառնալի, ծանր ու տապալող, բայց ձեր լույսը պիտի փրկի ուրիշ կյանքեր։ Սա է ձեր պարտքը, սա է մեր խոստումը։ Աստված հոգին լուսավորի եւ թող արդարությունը երբեք չուշանա։ Na na na